Պարոն Պապոյան, այսօր լրատվամիջոց այսպիսի տեղեկություն տարածվեց, որ Հայաստանը Եվրամիությունից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար, այսպես Ռուսաստանի նկատի ունենալով։ Արդյոք նման բան կա եւ Եվրամիությունից Հայաստանը փաստորեն օգնություն է խնդրել հիբրիդային այսպես կոչված պատերազմի դեմ պայքարի համար։ Եթե անկեղծ ես այդ քննարկումներին, այդ process-ներին չեմ մասնակցել, իմ մասնակցությունը չկա, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իհարկե հնարավոր են լինեն հիբրիդային հարձակում, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել եւ տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա եւ կամ որոշակի երկրներից, որոնք որ ուրեմն թիրախային այսպես չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինի ազատ ժողովրդավարական ընտրություններ եւ ժողովրդի կողմից ուրեմն ընտրված իշխանություն եւ բնականաբար երկրների սուվերեն իրավունքն է եւ պաշտպանել այդ պետությունների եւ ժողովուրդների շահը եւ ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որպեսզի մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը եւ մեր պետությունը պաշտպանենք։ Այսինքն Ռուսաստանն է Հայաստանում հիբրիդային պատերազմ տանում, թե Եվրամիությունը։ Ես որևէ երկրի կամ տարածաշրջանի անուն չտվեցի, ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ կլինի դա տարբեր նախկին պաշտոնյա, օլիգարխ, այլ երկրի, թե որևէ այլ, էական չի ինձ համար։ Եթե նա փորձի ազդել Հայաստանի Հանրապետությունների ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշարքի, կեղծ լուրեր տարածելու, տարբեր տեսակի ընդհանրապես ժողովրդավարության վրա տարբեր հարձակումներով, ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ ժողովրդավարության պարտավորությունն է պաշտպանել իրեն եւ ժողովրդավարությունը դրա համար պետք է ունենա այո փող, դրա համար պետք է ունենա անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ եւ անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ եւ հատուկ։ Իսկ այդ հարցում Հայաստանը ունի Եվրամիության աջակցության կարիքը այդ պայքարում։ Ես կարծում եմ, որ Եվրամիության երկրներում ժողովրդավարության փորձը եւ պատմությունը եւ տարբեր տեսակի հիբրիդային հարձակումներից այդ իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել, որովհետեւ իսկ ով է ասել, որ եվրոպական երկրներում ժողովրդավարությունը այդպես մի օր որոշել են, որ պետք է լինեն ժողովրդավար ու բոլորով դարձել են ժողովրդավար եւ ով է ասել, որ իրենք դարձել են։ Բնականաբար այդ երկրներում էլ այսօր էլ կան ուժեր, որոնք որ ժողովրդավարությունների վրա հարձակումներ են գործում, ընդ որում եւ իրենց երկրից դուրս եւ իրենց երկրների ներսում եւ բոլոր իմ կարծիքով ես կրկնում եմ ժողովրդավարական երկրներին անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարությունը գիտելիքներով, ուժով եւ գումարով եւ որպեսզի պետությունը կարողանա ժողովրդավարությունը պաշտպանել եւ անհրաժեշտ պահի գործել հատու եւ կտրուկ եւ ժողովրդավարությունը դա նա է երբ ժողովուրդը ընտրում է իր ուզած իշխանությանը եւ ժողովրդի ձայնը չի կեղծում եւ ժողովրդի ձայնը չի կեղծվում եւ այն ուժը, որը ընտրությունների ժամանակ առավելագույն ձայներ է ստանում եւ ժողովուրդը իրապես ընտրում է այդ ուժին, ոչ չեն բաժանվում ընտրակաշարքներ, մարդկանց չեն ահաբեկում, մարդկանց չեն ցուցակագրում, մարդկանց չեն ուղարկում ընտրությունների մարդկանց եւ տարբեր բաներ մարդկանց հետ տեղի չի ունենում, այդպիսի իրավիճակում օրինակ ժողովրդավարության այդպիսի ընտրություններն են սովորաբար բնորոշ։ Սցենարը դուք իրանելու ընտրությունների ժամանակ եւ կուսակցությունների գրանցումներ թույլ չեք տալու, այսինքն այդ գումարները տրվում են, որ ես չգիտեմ դա ինչ սցենար է, չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ես չգիտեմ Լավագույն փորձը, որ ասում եք Եվրոպան ունի լավ փորձեր, որ կարողացել է
Դե այն որ ակնհայտորեն որպես տարածաշրջան, որպես տարածաշրջան, ես կարծում եմ, եթե ոչ մեկ չի վիճի, որ մեծ հաշվով Եվրոպան որպես տարածաշրջան ամենաժողովրդավարական տարածաշրջանն է, այսինքն գլոբալ առումով ամենաքիչ ընտրությունները կեղծվում են եվրոպական տարածքում, եվրոպական միջավայրում եւ իրենք աջակցել են եւ հաջողված փոխում են։ Եթե իրենք ստեղծել են ժողովրդավարությունը եւ պահել են ու շարունակում են պահել, դա ենթադրում է, որ իրենք ունեն որոշակի գիտելիքներ եւ մեխանիզմներ, որոնք որ հնարավորություն են տալիս ժողովրդավարությանը ինքն իրեն պաշտպանել։ Ես դեռ մեկ օրինակ բերեմ։ Տեսեք, մեկ օրինակ բերեմ, տեսեք, հա, օրինակ ժողովրդավարությունը երբ որ չկարողացավ իրեն պահպանել, ասենք Վայմարյան հանրապետությունում, Գերմանիայում ինչ տեղի ունեցավ, դա արդյունքում օրինակ Հիտլերը եկավ իշխանության։ Սա այն է, երբ որ ժողովրդավարությունը իրեն չի կարողանում պաշտպանել, ինչեր կարող են օրինակ տեղի ունենալ։ Հետևաբար ժողովրդավարությունը ինքը Եվրոպայում էլ է սովորել, ինչպես պաշտպանել ժողովրդավարությունը։